կարծիքներ ունեք ընդհանուր առմամբ ինչպես կանդրադառնա քաղբանտարկյալների ազատ արձակման վրա, հատկապես որ այստեղ չկա դատախազ, որին հրավիրել էիք հարկադարձ։ Տեսեք, լսումները այս օրերին շատ կարևոր են, որովհետև ինքը իրոք օրակարգային խնդիր է, կարող մի հատ բարձրանամ վերև։ Կարևոր է բոլոր խնդիրները բարձրաձայնել կոնկրետ օրինակներով ցույց տալ այս իշխանությունների անօրինականությունների, ռեպրեսիաների եւ առասարակ սահմանադրական կարգի դեմ ոտնձգությունների շրջանակներում, ինչա կատարվում մեր երկրում։ Գլխավոր դատախազը, ով մեկ շաբաթ առաջ այս դահլիճում մասնակցում էր մարտի 1-ի ողբերգական դեպքերի քաղաքական շահարկմանը, այսօր խուսափեց ներկա լինելու, որովհետև վստահաբար ինքը չունի հնչեցված փաստերին հակափաստարկներ եւ պատասխաններ այն բոլոր ապօրինությունների հետ կապված, որ նախաձեռնում կամ անմիջական մասնակցում է գլխավոր դատախազ։ Նաեւ հրավիրել ենք միջազգային կազմակերպություններին Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին, ովքեր եկել են շնորհակալ են, բայց ստեղ էլ մասնակցությունը բավականին կարծեմ 2 թե 3 դեսպանատենից ներկայացուցիչ կա։ Ստեղ էլ պետք է արձանագրել մեկը Միացյալ Նահանգների N2-ը չեմ հիշում, բայց կարծեմ 3-ն է։ Ստեղ պետք է արձանագրել ընդհանրապես դրանց փաստը, որ խուսափել են գան եւ մոտիկից ծանոթանան Հայաստանի ժողովրդավարության իրական պատկերին, չնայած մենք ստեղի զեկույցները եւ արձանագրությունները իրենց ուղարկել են։ Իշխանությունների այսպես ձեռագիրը տեսնում եք, այստեղ որ այսինքն խորհուրդ տված լինեն, պետք չի գնալ, թե ամեն դեպքում իրենք այսպես դեսպանատները այստեղ հստակ տեսնում ենք երկակի ստանդարտ եւ մենք միշտ պետք է հիշենք, երբ որ ոստիկանությունը ցուցարարների վրա կրակ բացեց եւ 100-ից ավել վիավորներ քաղաքացիների շրջանում տեղ ունեցավ, Ձերամիության Հայաստանի ներկայացուցիչը Միացյալ Նահանգների դեսպանատունը ողջունեցին ուժային կառույցներին համաչափ քայլերի եւ գործողությունների համար։ Սա երկակի ստանդարտ է, որը վերջին տարիներին կիրառվում է եւ այսա ժողովրդավարության մասին իրենց պատկերացնում։ Սաղաթելյան, ընդդիմության բաց թողումը դուք չեք տեսնում այս հարցում, որ բավարար աշխատանք չի տարվել նրանց ուղղությամբ եւ բացի այդ տևական ժամանակի առաջարկում է, որ միասնական հարթակ ստեղծվի, որը կկազմակերպվի եւ միջազգային գործընկերներին նաեւ նամակներ կուղարկվեն եւ տարբեր մեխանիզմներով կաշխատեն։ Հիմա ինչու դա չի ստեղծվում։ Հայաստան խմբակցությունը, Դաշնակցության Հայդատի գրասենյակները եւ մեր բոլոր արտաքին կապերով բարբերաբար Հայաստանում տեղ ունեցած բռնաճնշումների, ապօրինությունների, այս ամեն ինչի մասին մենք տեղյակ պահում ենք եւ նամակներով դիմում ենք։ Կա առաջարկ պատրաստենք մենք չենք առանձնացնում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ընդհանուր հարթակի միասնական ճակատով պայքարելու հետ կապված, ես մի ամբողջական առաջարկություն եմ հնչեցրել ու դա ոչ միայն առաջարկություն, այլ նաև դրան հետևելու են քայլեր եւ գործողություններ։ Ես ընդդիմության միավորման մասին չեմ առաջարկություն հնչեցրել, ես հնչեցրել եմ հետևյալի մասին, որ կան կարևոր առանցքային օրակարգային հարցեր, որոնց շուրջ ընդդիմությունը պետք է համագործակցի։ Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը, պետական, ազգային մտածողություն ունեցող, հասարակական եւ քաղաքական շրջանակները այդ հարցերի շուրջ պետք է համագործակցեն եւ մենք հաջորդ շաբաթվանից սկսելու ենք դաշտի դերակատար ուժերի հետ խորհրդակցություններ եւ կարծում ենք, որ դաշտում գտնվող ուժերը պարտավոր են համախմբել իրենց ուժերը, մեկտեղել եւ համատեղ ռեսուրսներով այս ռեպրեսիաներին դիմագրավելու համար։ Ընդհանուր միավորման մասին քննարկում չկա ու խոսնել ընդհանրապես դրա մասին չի։ Մի քանի հարցերի շուրջ այս իշխանությունների կողմից ձեռնարկված ռեպրեսիաներին, բռնություններին, ազատությունների սահմանափակման նկատմամբ ձևավորվել համարժեք հակազդեցություն Ընդդիմադիր դաշտում բացառել միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը, քաղբանտարկյալների իրավունքների հարցով ամբողջությամբ միասնաբար պայքարել, նաև իրենց իրավունքների եւ ազատության համար,
ու նաև ակնհայտ է, որ այս իշխանությունը ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար եւ այդ տեղի ունենալու արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով օգտագործելու է ողջ պետական ռեսուրսը, բոլոր իր հնարավորությունները, փորձելու է քաղաքական հակառակորդներին չզոկացնել։ Այս հարցում եւս ընդդիմությունը պետք է համագործակցի եւ կանխի այս չարիքի իշխանության վերարտադրությունը։ Պարոն Սաղաթելյան, Մարդուրյանքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը այսօր ասուլիս է տվել եւ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը սնվում է նախկին նախագահներից եւ պետք է նրանք չմասնակցեն ընտրություններին, դուրս գան քաղաքականությունից, որպեսզի հնարավոր լինի հաղթել։ Տեսեք, այդ ընտրություններին չմասնակցելու խոսույթը նախկինների ներկաների դա նիկոլական խոսույթ։ Ես ցավում եմ, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած նոր քաղաքական ուժը իր քայլերը սկսում է նիկոլական խոսույթով, անկեղծ ցավում եմ դրա համար եւ կարծում եմ դա հաջողության հասնելու ճանապարհը չի։ Սաղաթելյան, կարող եք լուսավորել հանրությանը Արման Թաթոյանի հետ կապված որոշակի խոսակցություններ կային, որ ընդդիմադիրները նրան են դիտարկել որպես միասնական տեխնացու պայքարի ժամանակ, պայքարի օրերին։ Այդպիսի բան եղել է թե ոչ, որովհետև հիմա քաղաքական հայտ է ներկայացրել մի մարդ, որը նախկինում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել։ Ես չեմ ուզում վերադառնալ այդ մանրամասներին, քննարկումներ եղել են, Բագրատ Սրբազան այդ հարցին շատ ավելի հանգամանալից կարող է պատասխանել, ես էլ որոշ քննարկումների ներկա եղել եմ, բայց երբեք ընդդիմադիր դաշտի որևէ ուժ, նոր, հին, նախկին մեր համար թիրախ չի եղել եւ չի լինելու, ափսոսում եմ, որ իրենց մուտքը սկսում են նման խոսույթով։ Պարոն Սաղաթելյան, կրկին Ալեն Սիմոնյանը այսօր եկավ մի պահ հետևում էր լսումներին եւ նորից ասում են, որ այս ընդդիմությունը, այսպես իրենց ամենահարմար ընդդիմությունն է, միշտեր օրինակ ձեր թվերով 60 արդեն քաղաքական դրդապատճառներով, եթե իրենց հարմար ընդդիմությունն է, օրինակ ինչու Արամ Զավենի Սարգսյանի այդ հանրապետություն կուսակցությունից ինչ-որ ձերբակալություններ չեն անում, ինքը ասում է, որ օրինակ իրենք այդ այդպեսի ընդդիմություն են։ Դուք հարցին պատասխանեցիք։ Այսինքն, եթե այդքան հարմար ընդդիմություն են, գիշեր-ցերեկ ինչ են ձերբակալում, Դաշնակցության երիտասարդական միությունից մինչև Գերագույն մարմնի անդամ հենց հիմա տարբեր մեղադրանքներ եւ կալանքներ կա։ Ընդդիմադիր դաշտի 60 քաղբանտարկյալ կա այս երկրում։ Եթե այդքան հարմար է այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, ինչի են այսքան հալածում։ Գուցե դրանով եք հենց հարմար, որ նաև կարող են ձեզ բռնել, հալածել, տանել, նստեցնել, ճնշել, չեզոքացնել։ Իսկ գուցե մնացածը հարմարվել են իրավիճակին, դրա համար իրանց հետևից չեն գնում։ Իսկ գուցե այդ Նիկոլ այդ խոսույթը դնում է ու որոշ ընդդիմադիր դաշտում էլ որոշները դա կրկնում են Նիկոլի ջրաղացին ջուր լցնելու համար։ Այնքան պարզ ու ակնհայտ է, դե չեն պայքարում, հիմա Աստված իրանց, ինչի իրանցից իջում մեկը ակնկալում էր, որ պետք է պայքարի։ Պարոն Սաղաթելյան, թե կարելի է նաև Բաքվում պահվող հայգերիների եւ պատանդների հետ կապված մեկ հարց, տեսեք, այնտեղ գնացել էին Հայաստանի քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ, որոնք այդպես էլ չեն կարողացել նրանց հետ տեսակցել։ Այս առումով ինչ անելիքներ կա, մասնավորապես Հայդատի, Գրասենյակը, Սփյուռքի մեր հայրենակիցները ինչպես կարող են այս խնդիրը բարձրացնել։ Նախ այդ այցի մասին, դա խայտառակություն էր։ Դա խաղաղություն երկու ժողովուրդների միջև վստահություն ձևավորելու մասին չէ։ Դա արժանապատվության, կորստի եւ հայկական շահերի սպասարկումից առհասարակ հրաժարվելու դրսևորում էր։ Ադրբեջանը պետք է իմանա եւ Ալիևի վարչակազմը, որ ինքը ում հետ որ հանդիպել է, դրանք հայ ժողովրդի հետ որևէ կապ եւ առնչություն չունեն։ Իրենք հանդիպել են իրենց ազդեցության գործակալների հետ։ Հետևաբար նրանք չեն կարող ներկայացնել հայկական կողմը եւ հայ ժողովրդը։ Այս պետք է արձանագրենք ու սրանք վերադառնալուց հետո այն քարոզչությունը Ադրբեջանի, այն պատվիրակությունը, որ գնացել է Ադրբեջան ու վերադարձել է Ադրբեջանի շահերը առաջատանում Հայաստանում, դրանք հայ ժողովրդի, հայկական պետականության, մեր ինքնության հետ որևէ առնչություն չունեն։ Դրանք ազդեցության գործակալներ են, որ սպասարկում են այդ պետությունների շահերը։ Իմիջայլոց այդտեղ միակ լավ բանը այն է, որ արդեն սկսել են բացահայտ այդ ամեն ինչը անել։ Հետևաբար, երբ որ ամեն օր հանրային հեռուստաընկերության, հայկական ժամանակի, սիվիկների եթերով այս գործակալական ցանցի ներկայացուցիչները ազդեցության
հարցազրույցներ են ունենում, պետք է հասկանան իրենք որ պետությունն են ներկայացնում Հայաստանը։ Իսկ ինչ վերաբերում է Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին, այս հայ ժողովրդի ամոթն է, խայտարակությունն է, իրանք նաև Բաքվում են այս իշխանության գործունեության արդյունքում եւ Հայաստանի այսօրվա վարչախումբը անմիջական մեղսակցություն ունի Արցախի հայաթափման, էթնիկ զտման, ցեղասպանության եւ Բաքվում գտնվող ռազմագերիների հարցով։ Իրանք ինչ ուզում են ասեն, այդ հարցով չեն զբաղվել ու շարունակում են չզբաղվել։ Պարոն Սաղաթելյան, Ադրբեջանի դեպքը խվից վտարել են, որտեղ ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունի։ Եվ երբ ասում են, որ գնացել են այնտեղ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ հանդիպել, սա արդեն բան չի, որ այնտեղ ինչ քաղաքասարակություն, որ մի հատ էլ Ինչ քաղաքասարակություն, նույն ադրբեջանական այսպես կոչված քաղաքասարակությունը, որ եկել էր Երևան, ովքեր էին, նրանք ովքեր բլոկադայի մեջ էին պահում մեր հայրենակիցներին 9 ամիս ճանապարհը փակել էին։ Ակնհայտ է, չէ, որ այս ամեն ինչի նպատակը ուզում են հստակ լինի, հետևյալն է. Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը իր քայլերով եւ գործողություններով անում են մեկ բան՝ լվանալ Ալիևի այրունոտ ձեռքերը եւ լեգիտիմացնել այն էթնիկ զտումն ու ցեղասպանությունը, որ տեղի ունեցել Արցախ։ Այսօրվա Հայաստանի վարչախմբի հիմնական գործառույթը դա է։ Դա կապ չունի ոչ խաղաղության, ոչ երկու ժողովուրդների միջև հարաբերությունները կարգավորելու, ոչ էլ մնացած հարցերի հետ։ Առանց արդարության վերականգնման, առանց մեր իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, իսկ ռազմագերիները Բաքվի բանտում, այս իրավիճակում այդ այցելությունները պարզապես նրանց Հարցությունները վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ հենց մեր հայ հասարակության։ մեծ, տեսեք իրենց սրիկայության աստիճանը, ասենք ասում են Հաջիևը մեզ փոխանցել է, թե Բայրամովը, թե Հաջիևը, որ գնացեք հայ ժողովրդին փոխանցեք, որ պատերազմ չի ունենալու։ Տարածքային պահանջներ Տարածքային պահանջներ չկան։ Դե լավ, մի հատ դուրս բերեք Հայաստանի տարածքից ձեր զորքերը։ Ինչ չեք բերում։ Ոչինչ։ Այսինքն, այո, մեղմ ասած։ Պատասխան այս դիտարկումների իշխանության ներկայացուցիչները, նաև քաղաքասարակության ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմությունը խաղաղություն չի ուզում, որովհետև դա ձեռնտու է նաև Ռուսաստանի Դաշնությանը։ Դրանք կրկին թուրքական քարոզչական թեզեր են, որ ներմուծում են մեր հասարակության մեջ։ Ակնհայտ է, որ Հայաստանի գործող վարչախումբը փորձում է ռուսական ազդեցությունը Հայաստանում չեզոքացնել, դա լրացնել թուրքական ազդեցությամբ եւ ներկայությամբ։ Ամեն ինչ արվում է այդ կոնտեքստում եւ դրա համար այդ նպատակով։ Պարոն Սաղաթելյան, ես հիշում եմ, ինչ դուք ստեղ պատգամավոր եք, այսինքն 21 թվականից հետո ընդդիմությանը մեղադրում են, ասում են ինչու չեք մանդատները դնում, դրեք վերջապես սրանց հետ ինչ եք անում այստեղ։ Հիմա երբ որ այս տարիներին օրենք միջև իմպիչմենտը բան ընդդիմադիր տարբեր պատգամավորներ, դու պատիվ ունեմ պատգամավորները ասում են, որ այդ մանդատները մեզ պետք է, որպեսզի մենք օրենք իմպիչմենտի գործընթաց լինի, մենք կարողանանք օգտագործել քվեարկել։ Այ հիմա օրինակ ի՞նչն է խանգարում մանդատները դնել, որովհետև այդ հարցը ինձ էլ ասում են հենց հանդիպես դուր։ Եթե մեկը ասի, որ մանդատները դնելը ինչա տալու, չէ, իմպիչմենտի չեմ խոսում։ Ինչա տալու այդ մանդատները դնելը։ Հետո այդ նույն մարդիկ չեն ասելու, դա փախուստ էր այս դահլիճում հարցերը բարձրացնելուց, կռվելուց, մեր ընդհանուր նպատակները հետապնդելուց։ Այսինքն այդ մանդատները դնելը ես ասել եմ, մեր համար կլիներ ամենահեշտ թեթը, որտեղ այս միջավայրում գտնվելը։ Այո, այստեղ մեր արժանապատվության շատ հաճախ, մեր առողջության հաշվին այս խմբակցությունը փորձում է բոլոր բաներով պայքարել։ Գլուխները պատին են տալի, փոխանակ դնեք ասողները թողոքշե, այսինքն իրանց փողոցում պայք։ չափն ու ձևը իմանանց։ նաև ընտրական հանձնաժողովներից է զրկում։ Տեսեք, կարող եմ բերել 30 պատճառ մանդատները վայր չդնելու, բայց հակառակ 3 հիմնավոր պատճառ չեն կարող բերել նրանք, ովքեր ասում են, որ մանդատները դրեք։ Մի ժամանակ ասում էին դրեք խորհրդանը կլուծարվի, հետո հասկացան, որ չի լուծարվելու։ Ասում են տեխնաժամ առաջանա չեք լեգիտիմացնել։ Ճգնաժամ այս երկրում ինչ նման հարցերով այլևս վաղուց ճգնաժամ գոյություն ունի։